Դժբախտությունը մի բան չէ, որը ձեզ վրա ընկնում է որպես անսպասելի փոթորիկ, փաստորեն, դա ցերեկը կառուցված ապրելակերպ է, մի օրինակ, որը մենք կրկնում ենք առանց դրա իրականացման, մենք դժբախտ չենք ծնվել։ Դժբախտությունը արդյունքն է, թե ինչպես ենք մենք ընտրում ապրել, հին իմաստությունը սովորեցնում է, որ չնայած մենք չենք կարող ընտրել, թե որտեղ պետք է լինենք, մենք միշտ իրավունք ունենք որոշելու, թե ինչպես առաջնորդել մեր գոյությունը։ Ինչու են այդքան մարդ դժբախտ զգում, քանի որ նրանք արդարացումներ են փնտրում իրենց դրսում, նրանք մեղադրում էին հանգամանքներին, մյուսներին կամ նպատակակետին, բայց ճշմարտությունն այն է, որ մեր ներքին վիճակը կախված չէ իրադարձություններից, բայց մեր մտքերի և գործողությունների մեջ եղած սովորությունների վրա։ Եթե ամեն օր սկսում եք բողոքել, օրը ծանր կլինի, ամեն երեկո ավարտվում է դատարկ շեղումներով, հաջորդ օրը կլինի, դժբախտությունը չի ծագում ճակատագրի մեկ հարվածից, բայց անընդհատ կրկնվող փոքր ժեստերից։ Ասում է, որ ասում է, մի կոչեք խայտառակություն, որը դեռ կարող է ամրագրվել, այս արտահայտությունը հիշեցնում է մեզ, որ դժբախտությունը կնքված նպատակակետ չէ, բայց սխալ սովորությունների պտուղը, և եթե մենք փոխենք սովորությունները, մենք նաև փոխում ենք կյանքի ընթացքը։ Իրական երջանկություն գտնելու առաջին սկզբունքը կազմակերպությունն է։ Ժամանակի, մտքերի, ֆինանսների կազմակերպում, պապս պատերազմից հետո ուներ ընդամենը 2 կոստյում և փոքրիկ սենյակ, բայց ամեն առավոտ նա իր հագուստը ուշադիր ստացավ, գրել է։ Յուրաքանչյուր ծախսեր և մի պահ արտացոլում, նա ասում էր. Նա, ով իր մեջ պահում է կարգուկանոն, չի ցնցվի աշխարհի քաոսից, այսօր գիտնականները անվանում են այս ինքնուրույն, մեզ համար դա պարզ էր։ Պատվերը վահան է քաոսի դեմ, որն առաջացնում է դժբախտություն։ Երկրորդ սկզբունքը ուշադրությունն է, որտեղ եք ուղղորդում ձեր ուշադրությունը, կա ձեր կյանքը, դժբախտությունը սնվում է ցրման վրա, երբ մենք էներգիա ենք ծախսում բացասական նորությունների վրա, անիմաստ կամ նախանձի քննարկումներ, մենք կորցնում ենք առավել արժեքավոր մեր սեփական կենսունակությունը։ Ես հանդիպեցի մի մարդու, ով դադարեցրեց թերթերը առավոտյան կարդալու համար, նա բացատրեց. Ձեր կյանքը դարձավ ավելի հանդարտ և լի, այսօր սա կոչվում է խորքային աշխատանք, իրականում կարևորելու ունակություն, մենք հարգանք կանչեցինք իրենց ուշադրությունը։ Երրորդ սկզբունքը երախտագիտությունն է, նրանք, ովքեր դժբախտ են ապրում, տեսնում են միայն այն, ինչ պակասում են, ով է ուրախանում, ճանաչում է այն, ինչ արդեն իսկ օգտագործում են և օգտագործում է այն որպես աճելու հիմք։ Ես հիշում եմ մի կին մեր համայնքի մեջ, ով կորցրեց իր ամուսնուն և ապրում էր շատ քիչ ռեսուրսներով, ամեն երեկո նա ասաց. Շնորհակալ եմ երեխաներիս հացի և առողջության համար, նրա հայացքը փայլում էր այնպես, որ մոտ էր, ով ավելի հարուստ էր, հոգեբանությունը հաստատում է, երախտագիտության պրակտիկան վերափոխում է ընկալումը և դրա հետ կյանքն ինքնին։ Այս առաջին 3 սկզբունքները կազմակերպում, ուշադրություն և երախտագիտություն։ Կարող է պարզ թվալ, բայց նրանք վերաշարադրում են մեր ներքին սցենարը, դժբախտությունը անհետանում է, երբ կա հստակություն, կենտրոնացում և ճանաչում այն, ինչ մենք արդեն ունենք, 4-րդ սկզբունքը, որը դռներ է բացում երջանկության նկատմամբ, սկսելու ունակությունն է, շատերը դժգոհ են զգում ոչ թե իրերի պակասի պատճառով, այլ սխալներ ընդունելու և անցյալի հետևից հեռանալու վախի պատճառով, նրանք շարունակում են այն գործերում, որոնք սպառում են դրանք, դատարկ հարաբերությունների մեջ կամ նրանց ճնշող տեղերում, առանց փոխելու համարձակության, դժբախտությունը կերակրում է 0-ից սկսելու վախի վրա։ Հորեղբայրս, 40 տարեկան, կորցրեց ամեն ինչ։ Նրա գործը սնանկացավ, պարտական էր և նրա առողջությունը ցնցվեց, բոլորն ասում էին, որ դա վերջն է, բայց նա տեղափոխվեց մեկ այլ քաղաք, աշխատանքներ կազմակերպեց հացաբուլկեղենի վրա և սկսվեց հիմունքներից, տարիներ անց նա բացեց իր հացաբուլկեղենը։ Միշտ ասում էր. Զրո ջրհորի հատակը չէ, այն դատարկ էջը։ Հին իմաստությունը մեզ սովորեցնում է շաբաթական հանգստի միջոցով, որ կանգնեցումը ժամանակ վատնելն է, այլ նոր հնարավորություններ տեսնելու հնարավորություն չկա, այսօր սա կոչվում է հակաերգություն։ Պախուստերից հետո ամրապնդվելու ունակություն։ 5-րդ սկզբունքը իմաստի ձգտումն է։ Ամեն ինչում դժբախտությունը չի առաջանում, երբ կյանքը դժվար է, բայց երբ դժվարություններում նպատակ չենք տեսնում, իմաստը այն ուժն է, որն առավելագույնս պահում է մեզ ամենատարածված պահերին։ Ես հանդիպեցի մի մարդու, ով աշխատել է ծանր գործարանում համեստ աշխատավարձով, ամեն երեկո ես եկա տուն, ասելով. Ես աշխատում եմ այնպես, որ իմ երեխաները կարողանան սովորել, նրա աչքերը փայլում էին հպարտությամբ, նա գիտեր, թե ինչու է նա դիմանում այդ պայմաններին, և դա նրան ավելի երջանիկ դարձրեց, քան շատ հարուստներ։ Վիկտոր Ֆրանկլն արդեն ասել է, երբ կա մեկը, ինչու, որպես գրելի։ Մտածեք, արդյոք դժբախտությունը գալիս է իրերի պակասից կամ իմաստի պակասից։ Նրանք, ովքեր ապրում են միայն ունեցվածքի պատճառով, միշտ դատարկ են զգում, նրանք, ովքեր ապրում են նպատակով, կզգան ամբողջական, նույնիսկ արտահոսող գրպանով։
Այս 5 սկզբունքները բացահայտում են պարզ ճշմարտություն։ Կազմակերպությունը վերապահում է իր բազան, որն իրոք է ուղղորդում իր իրականում, երախտագիտությունը բացում է իր աչքերը, անցյալից վերսկսելու համարձակությունը։ Դժբախտությունը նախադասություն չէ, այն սցենար է, որը կարող է վերաշարադրել, ամեն օր դատարկ էջը, եւ դուք որոշում եք, թե ինչ կարելի է գրել դրանում, երբ այն սկսում է կիրառել այս սկզբունքները, աշխարհը կարծես թե ձեռք է բերում նոր գույներ։ Ոչ այն պատճառով, որ հանգամանքները հանկարծակի փոխվում են, բայց քանի որ նրանց հայացքը վերափոխվում է, դժբախտությունը կորցնում է ուժը, երբ դադարում եք կերակրել այն ձեր ուշադրությամբ։ Պատկերացրեք մեկին, ով ապրում է քաոսում, խառնաշփոթ տունը, փողը դուրս է գալիս առանց վերահսկողության, մտքերը ցատկում են մեկ խնդրից մյուսը։ Այս մարդը զգում է, որ կյանքը փախչում է ձեռքը, բայց պարզապես կազմակերպեք մեկ տեսանկյուն ֆինանսները, առօրյան, որպեսզի վերահսկողության զգացումը վերադառնա։ Ես տեսա մի երիտասարդի, ով սկսեց գրել յուրաքանչյուր ծախս։ Նրանք միայն փոխվել էին, բայց մեկ տարվա ընթացքում այն հավաքվել էր բավարար գումար նշանակալի բան գնելու համար, նա ասաց։ Ես հասկացա, որ իմ ֆինանսները կառավարելիս ես նույնպես սկսեցի վերահսկել ինձ։ Նույնը վերաբերում է ուշադրությանը։ Մեր համայնքից մի մարդ բողոքել է, որ ժամանակ չունի, երբ նա դադարեց գիշերները անցկացնել հեռուստատեսության առջև, նա ժամեր է հայտնաբերել կարդալու եւ ընտանիքի հետ լինելու համար։ Մեկ տարի անց նա խոստովանեց. Ես ավելի հարուստ չէի փողերով, բայց իմ կյանքը դարձավ ավելի ամբողջական, ուշադրությունն սահմանում է ամեն օր որակը։ Երախտագիտությունը զարմանալիորեն գործում է, ով դժբախտ է, ակնկալում է, որ երջանկությունը դուրս կգա դրսից։ Նոր աշխատավարձ, տուն, գործընկեր, բայց երջանկությունը ծնվում է ներսից։ Ես հանդիպեցի մի կնոջ, որը ամեն առավոտ գրել էր 3 բան, որ նա շնորհակալ էր։ Սկզբում դժվար էր, թվում էր, որ պատճառ չկա, ժամանակի ընթացքում ցուցակը մեծացել է, եւ նա հասկացավ. Արժեք այն, ինչ ես ստիպեցի ինձ տեսնել, որ ես արդեն ունեմ շատերը։ Վերջապես, սկսելու ունակությունը, շատերը պարտությունը տեսնում են որպես վերջ, բայց դա կարող է լինել նոր սկիզբ, պապս ասաց։ Անցյալը ազատելով մենք տեղ ենք դնում ապագայի համար, եւ երբ կա նպատակ, յուրաքանչյուր քայլ, նույնիսկ ամենադժվարը իմաստը, դժբախտությունը ծնվում է այնտեղ, որտեղ իմաստ չկա, բայց երբ նա հայտնվում է, նույնիսկ ցավը դառնում է վարպետ։ Այս սկզբունքները տեսություն չեն, սրանք գործնական քայլեր են, որոնք կարելի է հիմա վերցնել, նրանք ոչինչ չեն պահանջում, քան սկսելու որոշումը։ Այս ճշմարտությունները կախված չեն հարստությունից կամ ազդեցությունից, նրանք հարցնում են միայն մեկ բան։ Ազնվությունը ինքնուրույն եւ մեկ այլ ձևով ապրելու քաջություն։ Նայեք հիմա ձեր կյանքին, եթե նա ծանր է թվում, հարցրեք անկեղծ հարց։ Այս 5 օրենքներից որ մեկն եք անտեսել։ Թերևս անկարգությունը խարխլում է ձեր ուժը եւ քաոսը, ինչպես սրտահարված ավազը, ձեզ ցած է քաշում, կամ գուցե ձեր ուշադրությունը այնքան ցրված է, որ ձեր էներգիան հոսում է ձեր մատների միջև, առանց հետքեր թողնելու, հնարավոր է, որ դուք մոռացել եք շնորհակալություն հայտնել եւ ձեր աչքերը միայն տեսնում եք, թե ինչ եք կարոտում, երբեք այն, ինչ արդեն ունեք, թերևս վախը նրան ստիպելու համար պահել, որ նա կպչում է մի բանի, որը մահացել է վաղուց, կամ թերևս նպատակի պակասը։ Ամեն օրերը դատարկ են թվում, ինչպես դատարկ էջերը, առանց պատմության պատմելու։ Հայրս կրկնում էր. Մարդու ճակատագիրը իր ստացածը չէ, բայց ինչ է նա անում իր ստացածը։ Մի մարդ կարող է քիչ, բայց կարգով եւ իմաստով հարուստ է զգում։ Մեկը կարող է ունենալ ամեն ինչ, բայց առանց երախտագիտության եւ կարգապահության, նա ապրում է հոգու մուրացկանության պես։ Երջանկությունն ու դժբախտությունը դրսից չեն գալիս։ Նրանք ներսից ծիլ են գալիս, ինչպես սերմերը, որոնք մենք ամեն օր տնկում ենք։ Ժամանակակից գիտությունը հաստատում է, թե ինչն է արդեն գիտեր հնագույն իմաստությունը։ Նրանք, ովքեր մարզում են համակենտրոնացումը, ավելի շատ են հասնում, նույնիսկ ավելի քիչ ռեսուրսներով։ Նրանք, ովքեր երախտագիտություն են մշակում, ունեն ավելի ուժեղ առողջություն եւ ավելի խորը հարաբերություններ։ Նրանք, ովքեր իրենց գործի մեջ իմաստ են տեսնում, ավելի լավ են դիմադրում ընկնում եւ ավելի ուժեղ վեր կենում։ Սա փիլիսոփայություն չէ։ Ժամանակի ապացուցված պրակտիկա է։ Հրեական ավանդույթում մենք երեխաներին սովորեցնում էինք մեծ հրաշքներ ակնկալել, մենք ասացինք. այս պարզ ժեստերը, որոնք առաջացել են սերնդեսերունդ, այն էր, ինչը մեզ պահպանեց ամենադժվար պահերին, նրանք հերոսություն չեն պահանջում, պարզապես գործողություններ։ Մտածեք, ինչպես կարող եք այսօր կիրառել այս 5 օրենքները, կարիք չկա միանգամից ամեն ինչ հեղափոխել, ընդամենը մեկ քայլ, եթե դուք պարզապես կազմակերպում եք գրասեղանը, դուք արդեն կզգաք, որ հստակությունը վերադառնա, եթե անջատում եք շեղման աղբյուրը, ապա ժամանակ կստանաք այն, ինչ իրականում կարևոր է, եթե քնելուց առաջ թվարկեք 3 բան, որ շնորհակալ եք, կհասկանաք, որ կյանքը այնքան դատարկ չէ, որքան թվում էր, փոքր քայլերը մեծ ճանապարհորդությունների սկիզբն են։
Երջանկությունը աղմկոտ տեսարան չէ, դա լուռ ամենօրյա աշխատանք է, հոգու կտրվածքը, դժբախտությունը վերացել է, երբ մարդը գալիս է ապրելու, ինչպես պետք է, ոչ թե այնպես, ինչպես նախկինում։ Հիմա եկեք ամեն ինչ միասին ստանանք, հազարամյակային իմաստությամբ բացահայտված այս 5 օրենքները պարզ են, քանի որ ջուր են։ 1. Պատվերը հիմնադրամն է դրանով, դուք մնում եք կանգնած, նույնիսկ երբ փոթորիկը գալիս է։ 2. Ուշադրությունն է, որ նա դավաճանում է, արդյոք նրա էներգիան հոսում է աճի կամ դատարկության մեջ ցրվում է։ 3. Երախտագիտությունն է զրահը, այն ուժեղանում է, քանի որ այն տալիս է այն արդեն իսկ այն ուրախության համար։ 4. Մեկնարկը բանալին է, դա կոտրում է անցյալի հոսանքները և դուռը բացում է ավելի լավ ապագայի։ 5. Զգացողությունն է կողմնացույցը։ Այն վերափոխվում է դեպի ամենատարածված ուղու վրա մի ճանապարհի վրա, որտեղ քայլում է գլխով, բարձր է։ Դուք չեք ծնվել դժբախտ լինելուց, դուք միայն դժբախտ եք դառնում, երբ ապրում եք առանց այդ օրենքների, բայց դա նշանակում է, որ ցանկացած պահի այն կարող է փոխել սցենարը, տեստակատագիրը նախադասություն չէ։ Դա արդյունք է, թե ինչպես եք օգտագործում ձեր օրերը։ Ինչ անել հիմա։ 1. Կազմակերպեք, սկսեք անկյունից։ Ձեր սեղանը, ձեր դրամապանակը, ձեր առավոտը։ 2. LSN, կտրեք ավելորդ շեղում, որը գողանում է ձեր ուշադրությունը։ 3. Շնորհակալություն, բարձրաձայն ասեք, որ այսօր շնորհակալ եք։ 4. Ռենոքսիոն, նշեք մի տարածք, որտեղ դուք պետք է սկսեք 0-ից և վերցնել առաջին քայլը։ 5. Սահմանել, գրել նախադասության մեջ։ Ինչու եք ապրում։ Այս պարզ գործողությունները կսկսեն վերաշարադրել ձեր կյանքը այսօր, հիշեք, դժբախտությունը հավերժական բեռ չէ, այն սցենար է, որը կարող է պատռել։ Եթե դուք դիմում եք այս օրենքներից առնվազն մեկը, վաղը տարբեր կլինի, ոչ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է, բայց քանի որ փոխվել եք, դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և նպատակի ուժը, վերականգնել այն։ Կյանքը բախտի հարց չէ, այլ ընտրության, և ընտրությունները սկսվում են հիմա։